Բարի օր հարգելի հետևորդներ ջան։ Ու սարցարանից հանել եմ արդեն այս խնկալիները, ուզում եմ տոպրակներով նորից դնեմ սարցարան։ Ժողովուրդ ջան, ինքան համով էր ստացվել, ու ինքան լավն էր, ջրալի մեջը, եռալուց հետո որ հանում ենք, ուզում էինք ուտեին, չէ, մեջը ինքան հյութեղ էր, կծելու հետ միասին թափվում էր ամանի մեջ։ Իրեն այսպես դնենք 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, գոնե 2 տոպրակ սենց դնենք։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, 70 հատ, երևի 70 հատ մոտավոր ստացվել էր այս խնկալիներից, որ պատրաստեցինք, տնական խնկալի։ Դե ընթացքում էփեցինք, տակ-տակ կերանք, սա էլ հիմա դնեմ տոպրակով սարցարանը։ Ինչ լավն է, ինչ լավն է։ Սա երկու տոպրակ բայց էլի կպատրաստեմ, այս անգամ ես կպատրաստեմ հարգելիներով։ Սա նորից գնաց սարցարան։ Այսօր էլ ուրեմն ժողովուրդ ջան, սարցարանից հանել եմ կարմիր պղպեղ, բերեց էլի, եւ այստեղ տեսեք ինչ եմ հանել եմ ընկույզի մուրաբա, ես փակել էի, այսպես զակատել էի բանկաներով, բայց հետո որ ավելացավ, սենց մի երկու աման դրել եմ սարցարանում, հիմա հանել եմ, սա էլ հետ կգա, դնեմ այստեղ, տաքախոհանոցում կհալի, էդ էլ է։ Հարգելիներս, այսօր էլ բոշ պատրաստեցի, հիմա արդեն պատրաստ է, ուզում ենք մեր ընդմիջման ժամն է, հացի ժամն է, վայ չուտողին, տեսեք, ինչ լավ է ստացվել, ուրեմն սա ծածկեմ, ծիծակ եմ նոր հանում, ուզում եմ ցույց տամ, տեսեք, ես ծիծակը որ հարգելիներս պատրաստել էի, վրան այսպես կապրոն է փոքր, ինչ ասեմ, բերան ասեմ, աման ասեմ, սենց մի բան եմ դրել վրան, որ տեսեք, ջուրը երեսն այլ է, ոչ մի բորբոսանք, ուզում եմ ասեմ, որ սա դնելը շատ ճիշտ է, դուք տեսած կլնեք իմ հոլովակում, որ պահածոյացնելուց դնում եմ, ուզում էի ցույց տալ, ճիշտն ասած, որ դուք էլ տեսնեք, ինչքան լավ է ստացվել, հակ այսպես, որ դրել եմ, տեսեք, ընդամենը կտրվել է, բայց ընդհանուր ջուրը մաքուր ու ոչ մի բան չի ելել։ Եվ սրա շնորհիվ սենց անում ենք, սխմում է, ջուրը հելնում է երես, չի փչանում։ Այստեղ հարգելիներս, դե հիմա մեր հացի ժամն է, մեր հացը ուտենք, այսպես ասած, տնավարի հաց ենք ուտում, հացը ուտեմ վերջացնեմ, հետո անցնենք շարունակությանը, ուզում եմ ցույց տամ, այստեղ տեսեք, Էլենս իր ձևա ուտում, ընդամենը սոկը, նայեք, ոչ միսն է ուտում, ոչ կաղամբն է ուտում,
Այսքանը լցրել եմ Էլենիս համար, ու Էլենից պետք է սրանով բավարարվի։ Դուրն էլ չի գալի, որ ասում արգելներս։ Ո՞վ Վիկարի։ Ժողովուրդ ջան, անցել եմ արդեն գաթա եմ թխում։ Շերտավոր խմորը սացարանից եմ հանել, դեր սառածա, այստեղ տեսեք 3 գունդ հանել եմ, այս առաջի գունդն է, ուզում եմ խորիզով գաթա պատրաստեմ, սա տնենք մի կողմ, որ ինձ հետո պետք կգա։ Հարգելիներս, դեռ խորիզով գաթա եմ պատրաստելու, բնականաբար պետք է խորիզը լցնենք, փաթաթենք, նոր կտրենք, բայց այսօր պատրաստում եմ ուրիշ տարբերակով, իհարկե կտրվածքը, նայեք, 2 մասի եմ անում, այսպես։ Դե ես արդեն ասացի չէ, որ խորիզ ունեմ, սառցարանից եմ հանել, դրա համար էլ առանձին չեմ պատրաստում, այսպես, հիմա խորիզը լցրեցի, հիմա արդեն, նայեք, երկրորդ լիստն եմ դնում վրան, նորից խորիզ եմ լցնում, հիմա երրորդ լիստն եմ արդեն նորից դնում վրան, ես այլ արդեն շուռ եմ տալի երրորդ լիստի վրա, այսպես, հիմա կտրենք այս անկյունինը հանենք, այսպես,
Սա երկրորդ գունդն եմ բացել։ Ամբողջ խորիզը լցնում էստեղ։ Այսպես հիմա այսպես հիմա կրկնակով միացից նստացնի։ Այս անգամ էլ կտրում եմ ուրիշ տարբերակով, մեկ այսից։ Միաձվի դեղնուցա, հիմա լավ հարեմ, կարող եք նաև կաթ ավելացնել մի փոքր, բայց ես այս պահին առանց կաթ եմ անում, հիմա սա կգցեմ արդեն երեսին և կդնեմ ջեռոցը։ Ձվի դեղնուցը կսեցի վերջացրեցի, դե ջեռոցը նախապես արդեն միացրել եմ, հիմա արդեն սկուտեղը տեղափոխեմ ջեռոց։ Վերջ, պատրաստ է գաթան, հարգելի հետևորդներ ջան, այս գնդերը, որ ասում եմ հարգելիներս, գնդերը, խորիզը բոլորը նոր տարվա գնդերից էր, որ մնացել էր, դե ես խմորը արել եմ, ճիշտ է չեմ նկարել, բայց խոստանում եմ, որ սառեցնովի խմոր կպատրաստեմ հատուկ հենց նկարելու համար, որ դուք էլ տեսնեք։ Այս 4 գունդը պահել էի, հիմա այսօր հիշեցի, որ պետք է անպայման մի հատ քաղցր բան թխել։ Եղանակն էլ այսօր մռայլ է, հարգելի հետևորդներ ջան, մռայլ, ցուրտ։ Հիմա սուրճս էլ խմեմ վերջացնեմ, գաթաները թխենք վերջացնենք, սուրճը խմենք, հետո գանք սրանք, այս խաղալիքներն էլ հավաքենք, հələ դեռ չեմ հավաքել,
հարգելիներս, բոլորը մնում է։ Հիմա սրանք էլ ուզում եմ հավաքեմ։ Այստեղ ինչ կա։ Այս մոմերը, այս մանր զարդերը բոլորը պետք է հավաքեմ։ Բարձի երեսներն էլ եմ հավաքե, սեղանի սփռոցն էլ եմ հավաքե։ Դրել եմ այստեղ, ուրեմն այս երկու բարձերը այսպես եմ վերցնելու պահեմ, որովհետև գուկայա մեջը, իսկ այն երկու բարձերեսները, արգել հետևորդներ ջան, սիցիպոներ կարած, այսպես կարելի դրելի ես երկուսի մեջ, դե հանել եմ արդեն ուրիշ երես եմ քաշե, սրանք է սփռոցի հետ արդեն կտեղավորեմ նորից պահարանում, մինչև հաջորդ նոր տարի։ Այս գեղեցիկ զարդերը հավաքենք, ձմեռ պապիկները հավաքենք, այնպես որ հələ մենք ոչ մի բան չենք հավաքի, հարգելի հետևորդներ ջան, դեռ այսպես մնում է մեր հյուրասենյակում։ Բայց արդեն ուզեմ չուզեմ պետք է որ հավաքեմ։ Այս զանգակները կդերցնենք։ Հերթը հասավ արդեն կրեմին, ուրեմն ասեմ պատրաստում եմ կրեմ, այստեղ կարագա կհարեմ հարիչով, այս պահը չեմ նկարելու, հարգելի հետևորդներ ջան, հարելուց հետո կավելացնեմ, ուրեմն խտացրած կաթ, մի փոքր վանիլին եւ 1 թեյի քթալել կոնյակ։ Հետո ցույց կտամ, թե ինչի համար եմ պատրաստում այս կրեմը, հարգելիներս։ Հիմա այս է նույնությամբ կողքերը կտրում եմ, բայց մի քիչ ոցով թեք կտրեցի, բայց ոչինչ։ Հիմա այսպես բարակ կտրտում եմ, երեք, սա 3, 4, ուրեմն ասեմ, այս կտրտածները հիմա այսպես դնում եմ ջեռոցը թխվի, թխվելուց հետո ուրեմն ինձ անհրաժեշտ է 15 հատ այսպես կտրվածքով ձողիկներ, որպեսզի կարողանամ կրեմով կպցնեմ, հարգելի հետևորդներ ջան, եւ պատրաստեմ խրճիթ։ Չկարողացա աննկատ անցնեմ, Էլենին ասում եմ, Էլեն ջան, բերենք այս նկարները ցույց տանք, թող մեր լավ հետևորդները տեսնեն քո նկարածները, հենց նորա նկարե, չգիտեմ, էսի սենց պատկեր նկարեց, հետո վերջում թեխի սենց արեց, չգիտեմ, սրան էլ ինչ որ իմաստ կա, հետո անցնենք այս երկրորդը, նկարել է Մագա Հարությունյանին, իդեպ ասեմ, ժողովուրդ, այնքան շատ է նկարում Մագա Հարությունյանին, անդադ նկարում է Մագային, շատ, ու իր մոտ է շատ լավ է ստացվում։ Բնական ձեռքի նկար արգելներս, նկարել է մատիտով, ոչ նկարչական է գնում, ոչ մի բան, ինքնուս իմ աղջիկը այսպես փոքրուց նկարել է։ Լավ է ստացվել, էլ ինչոս, շատ սիրուն է նկարի մաչիկը,
Բայց էսի չգիտեմ, էս եթե խի ասենց հարե իմ աղջիկը, ասմա մամ, ասեմ Էլեն ջան, էս խի սենց հարե, էս ասմա սրա մեջ էլ իմաստ կա, թող մնա մամ։ Գնահատենք Էլենիս աշխատանքը, ժողովուրդ ջան։ Արդեն թխած պատրաստած օղիկները, հիմա մի քանի հատ էլ կա, դա էլ թխեմ։ Արդեն պատրաստ են բոլոր ձողիկները, ինչ եմ անում հարգելի հետևորդներ ջան, կրեմն էլ արդեն պատրաստ է, հիմա բոլոր ձողիկները պետք է կրեմով կպցնեմ եւ հավաքեմ խրճիտ տորտ։ Դե սա է տարբերակը, սա իսկական այն խրճիտ տորտը չի, որ պատրաստում են, սա է տարբերակը, որ կարող եք պատրաստել շերտավոր խմորից։ Վերջացրեցի այսօրվա իմ պատրաստած տորթիկը հարգելիներս, սա էլ վերջնական արդյունքը, դե հիմա սա չեմ կտրելու, կկտրեմ քիչ հետո, տեսքը լավն է, համն էլ վատը չի լինի հարգելի հետևորդներ ջան, և ինչ ասեմ, ուզում եմ այսքանով ավարտեմ, իմ ամենալավ հետևորդներին, հարգելիներս, ուզում եմ ասեմ շնորհակալություն հոլովակը դիտելու համար, ուզում եմ ասեմ շնորհակալություն մեր հոլովակը սպասողներին և դրսում ապրող բոլորին, ովքեր դիտում են մեր հոլովակը։ Շնորհակալ եմ գեղեցիկ, հաճելի դրական մեկնաբանությունների համար, իմ լավ հետևորդներ ջան, և ինչ ասեմ, բարի խաղաղ գիշեր ձեզ և սիրում եմ ձեզ։